Լուսանկարում Ռիոմոլի ավտոկայանատեղին է, իսկ այս մեկն արդեն Արշակունյաց Բագրատունյաց պողոտաների խաչմերուկում գտնվող Երևան City սուպերմարկետի ավտոկայանատեղին, ինչը գրում ամերիկյան բրենդավորմամբ թերթը։ ԱՄՆ փոխնախագահի այցի վերաբերյալ հոդվածում պնդում է արվում, թե Հայաստանի իշխանություններն ամբողջությամբ կորցրել են սուբյեկտայնությունը եւ կատարում են Վաշինգտոնի հրահանգները։ Նյութի անհայտ հեղինակները կասկածի տակ են դնում ԱՄՆ-ից ձեռք բերված հետախուզական ԱԹՍ-ների արդյունավետությունը եւ քննադատում փոքր մոդուլային ատոմակայանների կառուցման ծրագիրը։ Էլեանոր Մարկով Վենսի հայաստանյան այցը վերաբերում է երկրի ապագայի համար կարևոր մի շարք նախագծերի եւ վերջին հաշվով ցույց է տալիս, թե որքան քիչ բան է մնացել Երևանի ինքնիշխանությունից եւ ինքնավարությունից, որը շտապում է համաձայնել ԱՄՆ-ի բոլոր խաղաղության առաջարկներին։ Հոդվածում այս խոսքերը վերագրվում են Էլեանոր Մարկով անունով քաղաքագետի, որին մենք այդպես էլ չկարողացանք նույնականացնել։ Նա ներկայացվում է որպես Atlas Eurasia Group-ի արտահասթիկային գիտաշխատող, դոկտոր։ Ուսումնասիրեցինք նաև կազմակերպության կայքը, սակայն նշված փորձագետի վերաբերյալ որևէ հիշատակում չկա։ Թերթը գրում է, որ Թրիփ նախագծից ավելի շատ շահում է Բաքուն, իսկ Ռուսաստանի դուրս մղումը դժգոհություն է առաջացնում Իրանի մոտ։ Առանձին հոդվածով անդրադարձ է կատարվում գործարար Սամվել Կարապետյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցին, այն որակելով անհիմն ճնշում։ Ընդամենը օրեր անց այն բանից հետո, երբ թվում էր, թե ողջախոհությունը կարող է վերջապես հաղթել, հայկական դատարանները կրկին դուռը փակեցին Սամվել Կարապետյանի վրա։